Հայկական արտադրության «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ ֆիլմը ընդգրկվել է Կլերմոն-Ֆերանի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում։ 1982-ին հիմնված Կլերմոնի փառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոֆորումը։ Կարևորը մասնակցելն է, ծանոթությունները ռեժիսորների եւ դերասանների հետ։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ մարդիկ դիտում են մեր ֆիլմը։ Ֆիլմի սցենարը Օֆելիա Հարությունյանը գրել է Կոլումբիայի համալսարանում սովորելու տարիներին։ Նկարահանումը ֆինանսավորվել է Միացյալ Նահանգներում շահած դրամաշնորհով։ Օֆելիային գիտեմ առաջին կուրսից։ Նա շատ տաղանդավոր է։ Սցենարն ինձ շատ դուր եկավ։ Թեման ինձ հարազատ է, քանի որ Վրաստանում եւս դեռ պահպանվում է այս ավանդույթը։ Ֆիլմը նկարահանվել է Երևանում եւ պատմում է նորաստեղծ ընտանիքի մասին։ Ամուսնության հաջորդ օրն ամեն ինչ գլխիվայր է շրջվում։ Չէր հայտնաբերվել նորահարսիկ ուսուցության ապացույցը։ Ֆիլմում ինձ համար ամենակարևորը ամուսինների փոխհարաբերություններն են։ Հետաքրքիր է, թե ինչպես կարող է մեկ գիշերում սերը փոխվել ատելության։ Ֆիլմը միջոց է արտահայտել այն, ինչի մասին մարդիկ չեն խոսում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում, իսկ Օստինի փառատոնում «Կարմիր խնձորները» շահել է հանդիսատեսի համակրանք մրցանակը։ Կլերմոն-Ֆերանում եւս ֆիլմը մեծ համակրանք է վայելում։ Ցուցադրություններն անցնում են լեցուն դահլիճներում։ Շատ հետաքրքիր ֆիլմ էր, լավ դերասանական խաղ կար, խեղճ հարսին տանջեցին, այդ ավանդույթներին պետք է վերջ դնել։ Փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 11-ը։ Լուսին Մկրտչյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Գրիգոր Խաչատրյան, օրակարգ։